Փորձենք նկարագրել, բացահայտել Թումանյանին այլ կողմից։ Թումանյանը այս իմաստով դարձել է ոչ միայն ուղղակի վերնատան հիմնադիրներից, այլ նաև հայի կերպարը։ Եթե ասում ենք Թումանյան, ապա կողքը ասելու ենք հայը, հայությունը, հայկականությունը։ Գիրքը երբեք չի կարող դառնալ անհետաքրքիր։ Վրաց գրական գանձարանը հարստացրել է Թումանյանը։ Ինչ-որ իմաստով ներդրում է ունեցել նաև կրթական կյանքի ձևավորման ու կայացման հարցում։ Ամբողջ վրաց մտավորականությունը հաշվի է նստում Թումանյանի խոսքի հետ։ Նաև դարձել էր մեր, այսպես ասենք, անձնագիրը նաև հարևան եւ օտար միջավայրերում։ Եթե մենք ասում ենք Թումանյանը մերն է, նրանք ասում են մերն է։ Ինչպես էր Թումանյանը ներկայացնում վրացական կյանքը կամ Վրաստանին։ Սերտ է եղել բոլոր առումներով Թումանյանի եւ վրաց գրականության կապը։ Բարի օր հարգելիներս, Ռենեսանսը շարունակում է իր աշխատանքները եւ այսօր եւս ավանդույթի համաձայն մեր տաղավարում մի շատ հետաքրքիր ու կարեւոր թեմայի շուրջ ենք զրուցելու։ Ինչպես գիտեք, փետրվարի 19-ը ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան տարեդարձն է, նաեւ գիրք նվիրելու օրը, ինչի կապակցությամբ էլ, ինչի առիթով էլ այսօր մի շատ հետաքրքիր թեմայով զրույց ենք ունենալու։ Այս դեպքում փորձելու ենք ներկայացնել ամենայն հայոց բանաստեղծի կյանքի եւ գործունեության մասին ոչ այդքան հայտնի եւ ոչ շատ քննարկված թեմաները։ Գիտենք, որ ամենայն հայոց բանաստեղծը իր գործունեության ողջ ընթացքում շատ մեծ նպաստ եւ կարեւոր նախաձեռնություններ է կատարել Հայաստանի համար, այսպես շատ չխորանալով, չմանրանալով, որպեսզի պահենք ինտրիգը, նշեմ, որ այս անգամ թեման կոնկրետ լինելու է ամենայն հայոց բանաստեղծի եւ Վրաստանի միջև կապերի մասին։ Եվ այսօր մեր այս հետաքրքիր թեմայի շուրջ զրուցելու ենք իմ շատ լավ գործընկեր, շատ լավ ընկեր Ջենիթ Համարյանի հետ, ով Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտաշխատող է եւ Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի արևելյան լեզուների ամբիոնի վրացերենի դասախոս։ Եվ Ջենի ջան, շատ շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար եւ սկսենք մեր զրույցը խոսելով Հովհաննես Թումանյանի եւ Վրաստանի կապերի մասին, բայց այն անհայտ ու ոչ այդքան շահարկված կամ քննարկված կողմերից, եւ խոսքը փոխանցում եմ քեզ։ Շնորհակալություն հյուրընկալելու համար ջերմ մտերմիկ տաղավարում իմ մտերիմ լավ ընկեր Աշխեն ջան, եւ շարունակելով քո միտքը, որ այսօր գիրք նվիրելու օրն է շնորհիվ Հովհաննես Թումանյանի, եւ սիրով ուզում եմ իմ գրքերից, ավելի ճիշտ իմ թարգմանած գրքերից մեկը նվիրել քեզ, Գուրամ Դոչանաշվիլու «Մարդ, որը շատ է սիրում գրականությունը» պատմվածքն է։ Թարգմանել են երկու թարգմանիչ, թարգմանիչներից մեկը ես եմ, մյուսը Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանատան աշխատակիցներից մեկն է, ով հրաշալի տիրապետում է հայերենին, դե բնականաբար վրացերենին, ինչպես եւ ես հայերենին եւ վրացերեն, եւ սիրով նվիրում եմ հետաքրքիր պատմվածք է, կարծում եմ դուր կգա եւ ինչու՞ չէ քո խոսքը ասես, քո կարծիքը ասես եւ թարգմանության մասին եւ պատմվածքի մասին։ Իդեպ մի երկու խոսքը Գուրամ Դոչանաշվիլու մասին, ժամանակակից վրաց գրողներից մեկն էր, որը ցավոք, այսպես ասած, COVID-ի զոհ դարձավ, չկարողացավ ներկա գտնվել գրքի շնորհանդեսին, այստեղ որը տեղի ունեցավ Գրողների միությունում Երևանում, եւ պատմվածքը նվիրված է հետխորհրդային ժամանակաշրջան, այսպես ասած, նկարագրում եւ հետխորհրդային միության վարք ու բարքերը, մինուսները, պլյուսները նկարագրում է երկու աշխարհ, ամբողջությամբ մի աշխարհը խորհրդային միությունն է իր վերուվայրումներով, եւ երկրորդ աշխարհը մարդ, որը այսպես ասած ամբողջությամբ ըմկղված է գրականության մեջ եւ չի կարողանում ընկալել հետխորհրդային միությունը։ Մի խոսքով շատ հետաքրքիր է, կարծում եմ կկիսվենք հետո կարծիքներով։ Շատ շնորհակալ եմ նվերի համար, շատ կարևոր ու հետաքրքիր նվեր է, հատկապես ես շատ եմ սիրում պատմվածքներ ու հատկապես վրացական մշակույթը հետաքրքիր կլինի նաև այս կողմից ուսումնասիրելու համար։ Իդեպ Ջենիթ Համարյանը նշեմ, որ վրացերենի բազմաթիվ աշխատանքների, թարգմանությունների հեղինակ է, նաև ունի շատ հետաքրքիր մասնագիտական աշխատանքներ, որոնք օրինակ զրուցարանը,
վերացել են հայերեն զրուցարանը, նաև այլ աշխատանքներ, որոնք շուտով լույս են տեսնելու եւ շատ կարեւոր են եւ պատմական եւ նաև շատ լուրջ աշխատություններ են մեր տարածաշրջանը ճանաչելու առումով։ Իհարկե սփոփ չենք անում, հետագայում դրանց մասին եւս կիմանանք եւ վերադառնանք մեր գլխավոր թեմային։ Դե ինչպես իմ շատ սիրելի ընկեր Աշխենը նշեց, որ մեր այսօրվա թեման Թումանյանն է վրաց գրողների գնահատմամբ, վրաց գրողների աչքով, խոսենք Թումանյանի մասին, դե մեզ երևի կներեն թումանյանագետները, որ մի բան այն չլինի, բայց լինելով որպես լեզվաբան, ունենալով ոչ հայկական կրթություն, փորձենք նկարագրել, բացահայտել Թումանյանին այլ կողմից, վրաց գրողների, վրաց մտավորականության կողմից, կուզենայի ինչ Թումանյանին եւ նրա անհայտ կողմերին անդրադառնալը եւ առհասարակ վրաց մտավորականությանը Թումանյանի գնահատմանը անդրադառնալը կուզենայի Յոսեփ Գոգիբաշվիլու խոսքերով բացել մեր այսօրվա խոսքը։ Եղբայրներ են ծնված օրից, աշխարհում հայն ու վրացին եւ դառնություն չի խառնվել երբեք նրանց աղու հացին։ Եվ իրոք, եթե Աստված ոչ անի, հայ եւ վրացու աղու հացին ինչ որ դառնություն խառնվի, բնականաբար մեղմ ասած լավ չի լինի։ Եվ մեծ հույսեր ունեմ, որ ինչպես Թումանյանի ժամանակահատվածում, ժամանակաշրջանում ա եղել հայ-վրացական հարաբերությունները, մասնավորապես գրական մշակութային, բարձր մակարդակի վրա են եղել, ինչպես բոլորիս հայտնի է Թումանյանը եղել է կապող օղակ, կամուրջներ, տարբեր դրական որակավորումներ են տվել Թումանյանին, վրաց մտավորականները, եւ այսօրվա մեր նյութը առհասարակ նվիրված կլինի վրաց մտավորականները Թումանյանի մասին, թե ինչ գնահատականներ են տվել, ինչ մտերմիկ եւ ջերմ կապեր է ունեցել առհասարակ Թումանյանը վրաց գրողների հետ, նույնիսկ հայ ընթերցողը Թումանյանին չի էլ պատկերացնի, թե ինչ կապերով է կապված եղել առհասարակ Թումանյանը վրաց գրողների հետ։ Այսինքն խոսքը ոչ միայն ուղղակի սովորական գործընկերային հարաբերությունների մասին է եղել, այլ ավելին է եղել, ընկերական, ավելի մտերմիկ է եղել ու հետաքրքիր է հենց օրինակ Թումանյանի աշխատանքները թարգմանվել են երբևէ վրացական գրողների շրջանում ու բնագրից է թարգմանություն եղել, թե միջնորդ լեզվից։ Առհասարակ, եթե մենք խոսում ենք հայ-վրացական հարաբերություններից գլոբալ առումով, այստեղ չենք կարող չհիշատակել Թումանյանին եւ հակառակը, խոսելով Թումանյանի մասին, չենք կարող ընդհանրապես չանդրադառնալ հայ-վրացական հարաբերություն, այսինքն որտեղ կա հայ-վրացական հարաբերությունները, այնտեղ կա Թումանյանը։ Ինչպես նշեցիք թարգմանությունների մասին, կարող եմ ասել, որ Թումանյանը դեռևս թարգմանվել է իր կենդանության օրոք, առհասարակ հայ-վրացական գրական կապերը դեռևս 5-րդ դարից են սկսել եւ աշխուժացել են, նոր թափ եւ էտապ են ստացել 19-րդ դարից մինչեւ 20-րդ դարի կեսերին։ Ինչպես գիտենք, Թիֆլիսը եղել էր Կովկասում եւ ինչու՞ չէ կա Կովկասում եւ կլինի մշակութային, գրական, առևտրային կենտրոնը եւ Թումանյանի ժամանակաշրջանը եւս բացառություն չէր եւ հենց այդ ժամանակում էլ լինելով Կովկասի կենտրոնը ձևավորում էին տարբեր գրական մշակութային սալոններ, սալոններից մեկը նաեւ բոլորիս հայտնի Վերնատունն է եւ Վերնատունը այսպես ասած միայն գրական մշակութային ինտելեկտուալ կենտրոն չէր, այնտեղ վեր էր հանվում ոչ միայն հայ գրականությունը, հայ պատմությունը, խոսում էին նաև Կովկասի հարցերը, վեր էին հանվում Կովկասի, ամբողջ Կովկասի հարցերը, լիներ դա գրական, պատմական, առհասարակ Կովկասի հարցերը եւ այնտեղ կապող օղակը կարծես թե մտերմիկ, այսպես ասած, ձայնը Հովհաննես Թումանյանն էր եւ Հովհաննես Թումանյանը այնպիսի ճկուն քաղաքականություն էր վարում, կարելի է ասել, որ ամբողջ վրաց մտավորականությունը հաշվի էին նստում Թումանյանի խոսքի հետ։ Նույնիսկ լինում էր այնպիսի դեպքեր, որ եթե նստած էին լինում, հիշատակում է վրաց գրողներից Փշավելյան, որ եթե Թումանյանն է ներս մտնում բարեհաջում գալ, բոլորը ոտնկայ սափարում էին Թումանյանին։ Ակնհայտ է վրաց մտավորականության գնահատականը դեպի Թումանյանը, Թումանյանի արվեստը։ Առաջինը Փիրսխալավան էր Սամսոն, որ նկատեց Թումանյանին որպես գրող եւ որակավորում է, որ հզոր գրող է, կմնա ինքը, դարերով կմնա եւ վկայում է այն փաստը, որ Թումանյանի մասին մենք այսօր այստեղ խոսում ենք եւ դա Փիրսխալավայի գնահատականն էր,
որպես առաջինը վրաց մտավորականներից, ով նկատել է Թումանյանին։ Իսկ ինչ վերաբերվում է թարգմանություններին, Թումանյանին դեռևս թարգմանել են իր կենդանության օրոք, եւ որտեղից է գալիս այս հենց իր կենդանության օրոք թարգմանելու եւ ինքը եւս թարգմանելու վրաց պոեզիան, շատ էր սիրում հանգստանալ Վրաստանի հանգստավայրերում, մասնավորապես Բոժոմիում, Աբաստումանիում, եւ դե բնականաբար, եթե հանգստանում է գրողների տուն եւ պանսիոնատ, այնտեղ ծանոթացել է վրաց գրողների հետ, այո, զարգացել են շփումները, ավելի մտերմիկ, ավելի բարեկամական, ավելի ջերմ հարաբերությունների է վերածվել եւ ինչպես նշեցինք, շատ էր սիրում հանգստանալ Վրաստանի հանգստավայրերում եւ հանգստավայրերից դե բնական է ձևավորվելու էր այլ հարթակ մտերմության, բարեկամության եւ հանգստավայրերից մեկում ծանոթանալով Գրիշաշվիլու հետ խոստանում են թարգմանել միմյանց գործեր։ Գրիշաշվիլին խոստանում է, որ ինչ գրել ես, ես կթարգմանեմ վրացերեն, եւ հակառակը Թումանյանը դե ասում է, լավ, կփորձեմ ես էլ ձեզ թարգմանել, եւ վրաց գրողը վրացերենով ծանոթանում է Գրիշաշվիլու թարգմանած Թումանյանին։ Եվ ցավոք Թումանյանի մահից հետո է լույս տեսնում Թումանյանի ժողովածուն, որը թարգմանվել է Գրիշաշվիլու կողմից, թարգմանել է Անուշը, Մարոն, Սասունցի Տավիթը, Միկաթիլ Մեղրը, Թմկաբերդի Արումը, շատ գործեր։ Այսպես կարելի է ասել, վրաց գրական միտքը, վրաց գրական գանձարանը հարստացրել է Թումանյանը Գրիշաշվիլու թարգմանությամբ։ Չենք վախենա ասել, որ վրաց գանձարանը հարստացրել են բոլորիս հայտնի Սայաթնովան, Թումանյանը, Սունդուկյանը, Գևորգ Փաշինջաղյանը, շարքը կարելի է երկար խոսել։ Երկար կարելի է խոսել նաև Թումանյանի մասին, անverջ անսպար, բացահայտելով անդադ նոր բաներ, որ հայ ընթերցողին մինչև հիմա հայտնի չի եղել, անհայտ է եղել, բայց կարող ենք հստակ եւ վստահ ասել, որ վրաց մտավորականությունը շատ հարգել, սիրել, պատվել է Թումանյանին բոլոր գրողների մոտ, անխտիր բոլորի մոտ, ես ինքս անձամբ բացել նայել եմ, որ Թումանյանին առաջի որակավորումը, կարելի ասել լավ իմաստով որակավորումը, տվել են այն բառակապակցությունը, որ բարոյական գաղափարներով անձնավորություն, եւ երկրորդ որակավորումը խղճի մարդ, Կովկասի խիղճ, ոսկե օղակ եւ բազում դրական որակավորումներ, բայց շեշտը դրվում է առաջի հերթին բարոյականության վրա եւ հայրենասիրության վրա։ Վաժապ Շավելյան խոսելով Թումանյանի մասին, քանի որ Վաժապ Շավելյան ինքը գովերգել է առհասարակ երկիր, հայրենիք, բնություն եւ խոսելով Թումանյանի մասին, ասում է, որ հետեւյալը կարդում ես Թումանյանին եւ հասկանում ես, թե ինչքան եւ ինչ չափի նվիրյալն է եղել իր անմնացորդ հայրենիքին, գովերգել ազատությունը, հայ ժողովրդի ազատությունը եւ առաջնահերթություն դրել հայ ժողովրդի ազատագրման եւ ազատության վրա։ Այսինքն վրաց ժողովուրդը կապ կարելի ասել վրաց գրական միջավայրը ծանոթացել է Թումանյանի թարգմանություններին դեռ իր կենդանության շրջանից ու հետաքրքիր է նաեւ թե ինչպես են մրցակցության իմաստով ինչպես են ընդունել Թումանյանին, ընդունել են որպես մրցակից, ընդունել են որպես գաղափարակից, այն նշեցիր, որ օրինակ բնապատկերները կամ առասարակ հայրենիքը գովերգելը ինչ որ իմաստով նաև ազդվել են Թումանյանից վրացական միջավայրում։ Այ օրինակ մրցակցություն կամ ինչ որ նախանձախնդրության ինչ որ տարեր կամ դա նա մերը չէ, նա մեր երկրից չէ, սկզբունքները գործել են թե ոչ։ Թումանյանին այնքան ջերմ եւ այնքան հանգիստ են ընդունել, որ եթե մենք ասում ենք Թումանյանը մերն է, նրանք ասում են մերն է, այսինքն մեր կողմից դիտվում էր Թումանյանը մերը եւ նրանց կողմից նրանցը, այսինքն նրանցը եւ մերը Թումանյանի համար չկար վրաց մտավորականության մեջ, Թումանյանը ընկալվում էր համամարտկային, այսինքն մեծ գաղափարներով լայն էր Թումանյանը, փակ չէր, այսինքն եթե վերցնենք Թումանյանի կերպարը, Թումանյանի լեզուն, ոճը, ստեղծագործությունը, շրջանակը ստեղծագործական
ինքը գտնվելով Թիֆլիսում ինքը փակ չէր, ինքը բաց էր, նույնիսկ Վերնատունը, որը մենակ հայերով չէր, հա, որ տեղի էին ունենում հավաքները, վրացին հայը երկխոսությունը կար, այսինքն բաց էր ինքը բոլորի համար եւ այդպես բաց էլ ընկալվում էր վրաց մտավորականության կողմից Թումանյանը։ Թումանյանին ընկալում էին նաեւ այն տեսակետից, որ լավ է տիրապետում վրացերենին, ընկալում է վրացերենը։ Օրինակ նույն ինքը Գրիշաշվիլին Թումանյանի մասին խոսելով ասում է, որ եթե Թումանյանը ինքը թարգմանում է վրացերեն, այնպես չի որ արհեստական է ստացվում թարգմանությունները, ուղղակի բառերը շարում է համապատասխան իրանց տեղերում եւ այն բառերները, որոնք չեն ենթարկվում Թումանյանին, մանկական խնամքով դասավորում է նախադասության մեջ, այլ հենց ինքը Թումանյանն է գրում վրացերենով, մենք կարդում ենք բնագիրը վրացերենով։ Սա կարծում եմ փառահեղ գնահատական է վրաց մտավորականության կողմից Թումանյանին, որ խոսելով հայերենի եւ վրացերենի մասին տիրապետել է եւ հայերենի բնականաբար նրբությունները, ոճական էլևեջները եւ վրացերենի, լեզվակրին համաձայն եւ լեզվակրին ոգով կարողացել է թարգմանություն կատարել ու դրանով կարելի ասել նաեւ գրավել մտավորականության սիրտը, այսպես ասած։ Այո, օրինակ հետաքրքիր է նաեւ այն, ես գիտեմ, որ վրաց մտավորականներից մեկի հետ Թումանյանը ունեցել է նաեւ բարեկամական կապ։ Կպատմես դրա մասին։ Այո, ուրեմն հավաքները շատ են եղել Թումանյանի մասնակցությամբ, կենացներով, ուտել խմելներով, երեկոներով, շատ է սիրել հավաքույթները վրաց մտավորականությունների ներկայությամբ, վրացիները եւս, դե ինչպես գիտենք, ուտել խմելուց լավ են վրացիները։ Կովկասյան խնդիրը։ Այո, Կովկասյան խնդիրը եւ հավաքները շատ շուտ են տեղի ունեցել հավաքվել եւ այդ հավաքներից մեկի ժամանակ նաեւ հանգստավայրերում, քանի որ մտավորականներով էին հանգստանում, մտերմիկ կապ է առաջացել, ստեղծվել տապիծեների ընտանիքների հետ, Տիցյան Տապիծեի կոնկրետ, Տիցյան Տապիծեն վրաց գրականության, վրաց պոեզիայի կարկառուն դեմքերից մեկն է, ով ինչպես Թումանյանը, այնպես էլ Տապիծեն, ով երգել է, գրել է հայրենիք, սեր, բնապատկերներ եւ Տապիծեները որոշում են, որ Թումանյանը պետք է լինի իրենց Անդրանիկ Զավակի կնքահայրը եւ ցավոք Թումանյանը չի կարողանում կնքահայրը դառնալ հիվանդության պատճառով, անկողնում է լինում եւ այդ գործը իր վրա է վերցնում Թումանյանի ավագ դուստրանվարդը եւ Տապիծեների Անդրանիկ Զավակին կնքում է եւ դառնում է կնքամայրը։ Տապիծեները առհասարակ Տիցյան Տապիծեն Թումանյանի մասին խոսելով, թարգմանելով Թումանյանին, հետեւյալ միտքն է արտաբերում, որը այսօր էլ երևի ակտուալ է, խոսելով ասում է, որ օտարներին, ի նկատի ունենալով եվրոպական գրականությանը, քիչ թե շատ ծանոթ ենք, կարող ենք ծանոթանալ միջնորդ լեզվով, թարգմանել, ուսումնասիրել, բայց շատ վատ է, որ մեր դրգից հարևաններին չենք կարող ընկալել, հասկանալ, թարգմանել, ուստի հորդորում է, որպեսզի ավելի լավ, ավելի մոտիկից ծանոթ լինել, ծանոթանալ հարևանների գրականությանը, ինչու՞ չէ թարգմանել, սովորել։ Դե բնականաբար, չիմանալով հարևաններից չես կարող ճիշտ եզրահանգումներ անել եւ ըստ այդմ շփվել հարևաններից հետ, դա նորմալ է։ Կարծում եմ այսօր էլ պետք է ակտուալ լինի առհասարակ ոչ միայն գրական մշակութային թարգմանությունները, այլև բազմապրոֆիլ թարգմանությունները, որպեսզի երկու ազգ ապրելով կողք կողքի, ինչպես իրենց պատրիարքն է նշում Իլյան, որ Կովկասում առհասարակ մենք երկու ազգ, քրիստոնյա ազգս ենք, որպես օազիս, ուստի պետք է մենք իրար լավ ընկալենք, լավ ճանաչենք, լավ ուսումնասիրենք, կլինի դա լեզու, գրականություն, պատմություն, մշակույթ, այսինքն երկու ազգ իրար կողք կողքի ապրելով ունեցել են իրենց բազում թելերով են կապված հայերն ու վրացիները, Հայաստանն ու Վրաստանը, չի կարելի այդ թելը կտրել, ինչքան էլ որ Թումանյանները պակասեն, պետքա օղակը լինի։ Այս դեպքում հետաքրքիր միտք ասացիր, որ Թումանյանը ընդունվել եւ ընկալվել է որպես համամարտկային կերպար, ոչ թե ուղղակի որպես հայ, ով կապեր ուներ կամ հանգստանում էր Վրաստանում, այլ ընկալվել է որպես համամարտկային երևույթ, այսպես ասենք, մարդ, ով խոսում է երկրից, հայրենիքից, բնությունից ու տալիս է ինչ-որ իմաստով գաղափար եւ դառնում է հիմք, որ վրացական մտավորականության մեջ էլ զարգանա
եղած, կարելի ասել հայրենասիրական կամ բնապատկերային գրականության եղած տարրերը ավելի զարգանան։ Այստեղ կարող ենք ասել, որ նաև Թումանյանը դարձավ կամուջ, որպեսզի մեր հարևանը Վրաստանը կամ վրացին ավելի մարդկային եւ ավելի նեղ հոգեբանական, հոգեվոր առումով ճանաչի հային։ Այ օրինակ Անուշի կերպարից կամ Մարոյի կերպարից կամ Սասունցի Դավիթը, որը որ մեր էպոսի շատ կարևոր եւ մեր ազգային արժեքների մասին կարևոր կարելի ասել նկարագիր է։ Այս դեպքում կարող ենք ասել, որ վրացիները նաև այդ ճանապարհով ճանաչեցին մեզ։ Բացի այն պատմական իրադարձությունները, խնդիրները կամ չգիտեմ, գիտենք, որ նաև մենք ունեցել ենք որոշակի տարաձայնություններ եւ այլն, բացի դա նաև հոգեվոր իմաստով կարող ենք ասել, որ Թումանյանից ճանաչեցին։ Միանշանակ Թումանյանը նաև այս գործում մեծ դեր է խաղացել, որպեսզի վրաց մտավորականությունը առհասարակ վրացին ճանաչի հային, նույնիսկ Վաժապ Շավելյան նշում է, որ ճիշտ է Թումանյանի մոտ թախիծը տխրությունը շատ է, դե ինչպես նշեցիր Աշխենջան այդ Անուշի, Մարոյի եւ այլնի կերպարները, բայց այնուամենայնիվ Թումանյանը ընկալվել է որպես հայրենասեր, հայրենիքը առաջին պլան, առաջին տեղում դնող գրող մտավորական։ Վաժապ Շավելյան շատ բարձր է գնահատել այս առումով Թումանյանին, որ գովերգում է հայրենիքը, հայրենիքի ազատության, ազատագրման գաղափարը եւ այնքան սերտ էր Թումանյանի ներգրավվածությունը վրաց մտավորականների կյանքում եւ հակառակը վրաց մտավորականները, այսպես ասած, Թումանյանի միջոցով ծանոթանալով հայ գրականությանը, որ հիմնվում էր Թբիլիսիի պետական համալսարանը պատերազմական թոհուբոհերից հետո եւ ներգրաված լինելով մտավորականության կյանքին, կորսնեությանը անմասն չմնալով կարող է ինքը այսպես փակվել իր մի անկյունում որպես հայ եւ իր կորսնեությունը ծավալել, այո, բայց ոչ Թումանյանը չէր կարող փակվել եւ փակված մնալ, նա բաց էր բոլորի համար եւ այստեղ եւս ունենում է իր մեծ ներդրումը Թիֆլիսի պետական համալսարանի հիմնադրմանը եւ կա այսպիսի մի ավանդույթ ասեմ, թե կարծիք ասեմ, որ նվիրաբերել է 100 ոսկի, բայց այսպես ասած փաստաթղթավորված հիմք չունենք, որ ասենք, որ հա կոնկրետ 100 ոսկի է նվիրաբերել, այնուամենայնիվ նվիրաբերությունը եղել է, ուշադրությունը եղել է, մաս կազմել է, որպեսզի այդ մեծ իրադարձությունը տեղի ունենա, ի վերջո Կովկասում էր, ամբողջ Կովկասում էր հիմնվում առաջի համալսարանը, Թբիլիսի պետական համալսարանը, անմասն չի մնացել վրաց մտավորականության կյանքից, կորսնեությունից։ Սերտ է եղել բոլոր առումներով Թումանյանի եւ վրաց գրականության կապը։ Այսինքն բացի այն, այստեղ կարող ենք հասկանալ, որ Թումանյանը նաև այդ նվիրաբերությամբ, որքան էլ որ փաստաթղթավորում չկա, հասած տվյալների համաձայն նվիրաբերումով, հա, 1000 ոսկի կամ ինչքան 100 ոսկի, 100 ոսկի, այսինքն նաև ինչ որ իմաստով ներդրում է դրել հայերի նաև կյանքում, որովհետև գիտենք, որ հետագայում բազմաթիվ հայեր տեղափոխվեցին այնտեղ ուսանելու, սովորելու, հետագայում նաև դա ավանդույթ կամ հիմք դարձավ, որ Հայաստանում էլ ստեղծվի նաև նման կրթօջախ, այսինքն ինչ որ իմաստով ներդրում է ունեցել նաև հայկական կրթական կյանքի ձևավորման ու կայացման հարցում։ Խոսենք նաև նրա մասին, որ ինչպես էր Թումանյանը ներկայացնում վրացական կյանքը կամ Վրաստանին։ Դե ինչպես նշեցինք, որ ներգրաված էր Թումանյանը վրաց մտավորականության կյանքում եւ Թումանյանը եւ Թումանյանի վերնատունը այսպես հիմք հանդիսացան Թիֆլիսահայության ամրապնդման գործելու, արարելու Թումանյանի ժամանակաշրջանում տպագրվում էին հայերենով եւ գրքեր, եւ ամսագրեր, եւ թերթեր, այսինքն վրաց միջավայրում, ինչու՞ չէ, մինչեւ հիմա պահպանվել է ավանդույթը Վրաստանում, վրաց միջավայրում կա Վրաստան հայկական թերթը, այսինքն Թումանյանից եկած այս շարավիղը, հայ համայնքի արկայությունը, որը կա եղել է ու կլինի, իտեմս մեզ, մեկը ես ներկայացնում եմ որպես վիրահայ եմ, հիմնելուց հետո 5 տարի հետո էլ հիմնվել է Երևանի պետական համալսարանը, այսինքն Թումանյանը գիտակցաբար էր մոտենում այդ հարցին, որ պետքա լինի այդ կրթօջախը, այսպես նախանձախնդիր լինելով, ինչու վրացին պետքա ունենա, հայը չպիտի ունենա, եւ բնականաբար Թբիլիսի պետական համալսարանից հետո 5 տարի հետո հիմնվում է նաև Երևանի պետական համալսարանը, որտեղ կարծեմ այստեղ էլ իր խոշոր ներդրում
ներդրումը ունի Թումանյանը։ Նախաձեռնողներից մեկը եղել է նաև Իվան Ջավախիշվիլի անունն է գրում Թբիլիսի պետական համալսարանը։ Ջավախիշվիլու կողքին եղել է նաև Թումանյանը, որպեսզի հիմնվի Երևանի պետական համալսարանը։ Որ բնութագրում են կամուրջ, ոսկե կամուրջ, այդ ոսկե օղակը իրոք Թումանյանը եղել է վրացու եւ հայի կապող օղակը, կամուրջը, լինի գրական, լինի մշակութային, չեմ ուզում այսպես պատերազմական ինչ-որ երանգներ հաղորդել մեր այս սիրուն խոսակցությանը, նույնիսկ հայ-վրացական կարճատև պատերազմ, բոլորիս հայտնի պատերազմի ընթացքում այդ ժամանակ եւս Թումանյանը մեծ ներդրում է ունեցել, որպեսզի պատերազմը չշարունակվի, դադարեցվի, կանգնեցվի եւ այնտեղ նույնիսկ ասել է այս ինչ եք անում այս երկու ազգերի միջև չպիտի նման բան լինի, սա ամոթ է, դադարեցրեք, չի կարող այսպիսի ամոթալի էջերը շարունակվեն։ Ներդրումը շատ մեծ է Հայաստանի եւ Վրաստանի հարաբերություններում։ Իսկ օրինակ հիմա ինձ հետաքրքրեց վրացական գրական դպրոցական դասագրքերում գրականության մեջ կա Թումանյանի մասին կամ կա որևէ հայ հեղինակի մասին որպես արտասահմանյան օրինակ գրականության մաս կամ տարածաշրջանային գրականության մաս կամ թեկուզ մեր հայկական դպրոցներում եթե կան։ Հայկական դպրոցներում միանշանակ Վրաստանում գործող հայկական դպրոցներում մեր մեծերը ներառված են, լինի դա Թումանյանը, լինի դա Գաբրիել Սունդուկյանի, Պեպոն, որ առհասարակ բեմադրվում է վրացերենով, վրաց թատրոնում, հայերենով հայկական թատրոնում, այսինքն մեր մեծերը, եթե կա քաղաք, կա գյուղ, որտեղ կան հայկական դպրոցներ, այսինքն խառը հայ-վրացական, վրաց-հայկական, պարտադիր հայ գրողները ներառված են լինում, անմասն չի մնում հայ գրականությունը, այնտեղ ապրող հայը ծանոթանում է, իհարկե այստեղի նման չէ, որ լիարժեք, ինչպես ես օրինակ եկա եւ այստեղ ծանոթացա Թումանյանի բոլոր գրվածքներին համարյա թե վիրահայը ծանոթանում է այն գրվածքներին, այն գրողներին, որոնք առաջնային են հայ մարդու համար, որ պարտադիր պետք է իմանա հայ մարդը, կապ չունի որտեղ է ապրում, վիրահայը, սիրիահայ է, կապ չունի, պետք է ծանոթանա։ Իհարկե կա, նույնիսկ ունենք շատ գեղեցիկ ավանդույթ, թաղված լինելով Խոջիվանքի Պանթեոնում, Հովհաննես Թումանյանը միշտ ամեն տարի եւ իր մահվան տարելիցին եւ ծննդյան տարեդարձին հավաքվում է հայ համայնքը, այնտեղի հայ մտավորականները, ինչու՞ չէ նաեւ վրաց մտավորականներն են իրենց ներկայությամբ պատվում Թումանյանին, ծաղիկներ են խոնարհում, հայկական դպրոցի սաները արտասանում են Թումանյան, կազմակերպվում է հուշերեկոներ, բեմադրվում Թումանյանի գործերից, մի խոսքով Թումանյանը, այսպես ասած, կա ապրում է վիրահայերի վրացական միջավայրում, չի կարելի ջնջել, կտրել, ինչքան էլ ջնջենք, կտրենք եւ այլն, միևնույնը մնալու է, կա գործում է Վերնատունը, Թումանյանի գործերը թարգմանվում են, ինչու՞ չէ, նաեւ հիմա ժամանակակից գրողների տեսանկյունով, ժամանակակից գրողների լեզվով եւ ոճով է մատուցվում, նորովի է մատուցվում Թումանյանը, ես ինքս այդքան էլ համարձակություն չունեմ դերևս Թումանյան թարգմանելու, դա շատ պատասխանատու եւ պատվի գործ է, կարծում եմ մի օր կլինի, որ կթարգմանեմ Թումանյան, ինչու՞ չէ նաեւ Թումանյան։ Իսկ եթե վերցնենք Թումանյանի գործերը ու Վրաստանի պետական օրինակ թատրոնները բեմադրում են գործերը պիեսներից։ Վրացական թատրոնները չեմ կարող հստակ ասել բեմադրել են թե չէ, ժամանակին բեմադրել են, հիմա չեմ կարող ասել, հստակ կարող եմ ասել, հիմա վրաց թատրոնը բեմադրում է Սունդուկյանի Բեբոն, միշտ եղել է բոլոր թատերաշրջանների ընթացքում Բեբոն եղել է վրացերենով, այո, իհարկե վրացերենով, դե մեր հայկական թատրոնը չհաշված որ հայերենով։ Այո, մշտապես եղել է խաղացանկում Բեբոն։ Թումանյանին առաջներում բեմադրել են, կստեմ ինչը որ չգիտեմ հստակ, չեմ կարող ասել, այո։ Իսկ ներկայումս թարգմանական գործեր կատարվում են Թումանյանի գործերից։ Այո, վերաթարգմանություններ։ Նաև վերաթարգմանություններ են լինում, այո, կատարում են երիտասարդ սերունդը թարգմանություններ, այսպիսի մի մշակույթ կա, առհասարակ վրաց մտավորականության, շատ են սիրում թարգմանություններ կատարել եւ մատուցել վրացերենով, շատ կարդացող այսպես ասած մասայի համար այո, կարդացող ազգ են, առավել եւս օտար գրականությունը, արտասահմանյան գրականությունը, ինչու՞ չէ նաեւ հայերենն է իրենց համար արտասահմանյան գրականություն, թարգմանաբար մեծ սիրով են ներկայացնում
իրանց ընթերցողին եւ շատ հաճելի է, որ նման Թումանյանի գոհարները, ինչպիսին է Անուշը, Մարոն, Թմկապերտի առումը, ներկայացնել վրացերենով վրաց ընթերցողին եւ մի փաստել, այսպես ասած, փաստ եմ, որ Թումանյանը այնքան է գովերքել Հայաստանը, հայ բնությունը, հայկականությունը առհասարակ, որ վրաց գրողները երբ այցելել են Հայաստան, այսպես փոխադարձ հյուրընկալությունների շրջանակներում, որ Փշավելյան ասել է, որ ցանկացած վրաց գրող պետքա տեսնի Սևանը, հետո նոր ստեղծագործի, այսինքն այդ ամեն ինչը լավ ներկայացվել է Հայաստանի բնությունը, բնաշխարհը, բարձր մակարդակով է մատուցվել, որ վրացին ինքը ոգեշնչվել է Սևանով եւ գրել բնապատկերներով։ Օրինակ մի հետաքրքիր հարց առաջացավ Թումանյանի միջոցով վրաց հեղինակները կամ առհասարակ մտավորականները ծանոթացել են այլ գրողների մեծանուն գործիչների հետ, այսինքն նաև այդ իմաստով գործընկերային կապ ստեղծելու իմաստով ազդեցություն ունեցել է։ Այո, միանշանակ թարգմանվել է Հովհաննես Թումանյանը, Պաուլ Սևակ, Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Փոթխիշվիլին համարյա թե ամբողջ Շիրազը թարգմանել, Սիլվա Կապուտիկյան, խոսքի սկզբից նշեցի, որ նույնիսկ հայ ընթերցողը հայ երիտասարդը այդքան էլ տեղյակ չի, ինչ թելերով են կապված եղել հայ եւ վրաց մտավորականները, բանաստեղծները, այո, իհարկե կան, մինչև այսօրս կան։ Խնդրեմ Գուրամ Դոչանաշվիլին փորձ է կատարվել թարգմանել այնպիսի մի մեծության, որ ռիսկի հարցեր ինչու չէ, եւ խոսելով Այ օրինակ եթե թարգմանվում են օրինակ գրականություն, սովորական ենթադրենք, գեղարվեստական գրականություն, իսկ ավելի բարձր ակադեմիական մակարդակով թարգմանություններ փոխադարձ եղել են կամ կան։ Ակադեմիական ինչ նկատի ունես։ Այսինքն պատմագիտական օրինակ թարգմանություններ, պատմական աշխատանքների թարգմանություններ, օրինակ Խորենացի, չգիտեմ, Եղիշե, եւ հակառակը, այո, համարյա թե մեր բոլոր աղբյուրները, սկզբնաղբյուրները, Փաստոց Բյուզանտ, Եղիշե Չարենց, այո, իհարկե, բոլոր թարգմանությունները ունեն վրացերենով մենք կարող ենք շատ հանգիստ կարդալ Մաթեոս Ուրհայեցի, Վարդան Այկեկցի, Մովսես Խորենացի, բոլորը թարգմանված է։ Գիտեմ, որ նաև Մխիթար Գոշի դատաստանագիրքը, Վախթանգ թագավորը որոշակի հատվածներ իհարկե չասենք ներառել, բայց որպես հղում օգտվել է դրանից, կազմելու իր նաև օրենքների ժողովածուն։ Այսինքն կարելի է ենթադրել, որ թարգմանությունները նաև այդ մակարդակում, այդ շրջանում են եղել։ Այո, Հաշվառենք Վախթանգի շրջանը։ Այո, տվյալ ժամանակաշրջանում կատարվել է տվյալ թարգմանությունը, ինչպես նշեցի Մխիթար Գոշի դատաստանագիրքը, ցանկացել է, որպեսզի օրենքները ավելի հստակ լինի, ավելի կիրառելի լինի, օգտագործել են Մխիթար Գոշի դատաստանագիրքը։ Այո, օրինակ հիմա ինձ հետաքրքիր է դու աշխատում ես թարգմանական որևէ աշխատանքի վրա կամ անում ես հիմա ներկայումս, որովհետև քո առաջին լեզուն վրացերենն է, դու ավելի շատ զբաղված ես թարգմանություններով ու նաև մի փոքր էլ նշես վրացերենի դասավանդման process-ում ներառում ես թարգմանություններ եւ այլն։ Թարգմանությունը կարծես թե առանց թարգմանության չեմ կարողանում, դա իմ առօրյայի մի մասն է, լինի պատմական, լինի գրականություն, այսինքն թարգմանությունով կարելի ասել ապրում եմ, շատ եմ սիրում եւ շատ հաճելի գործ է, շատ։ Ուրեմն թարգմանությունից հետո այսպեսի մի հատ զգացողություն եմ ունենում, որ ինչ որ մի նոր բան ստեղծվում է, մի նոր բան, որը որ չկա, գոյություն չունի ու նոր է ինքը, նույն այս Գուրամ Դոչանաշվիլու պատմվածքը։ Իհարկե աշխատում եմ թարգմանության վրա, թարգմանել եմ սկզբնաղբյուր Իվան Էջավախիշվիլու Վրաստանի սահմանները հայերենով, որը գրված է եղել 1918 թվականի, Վրաստանի սահմաններն են ընդգծված, ինչպես ակտուալ է հիմա ասել դելիմիտացիա դեմարկացիայով, Վրաստանի բոլոր հարևանների հետ սահմաններն է ընդգրկում գիրքը, ոչ մի լեզվով թարգմանված չի եղել, առաջին անգամ է թարգմանվում գիրքը վրացերենից եւ առաջին անգամ հենց հայերենով է թարգմանվում, խմբագրման փուլում է, ավելի ճիշտ խմբագրման փուլը ավարտվել է, տպագրական փուլում է եւ երկրորդ գիրքը, որը լույս է տեսնելու, դա արխիվային նյութերի ժողովածու է, որը վերաբերում է արտգործնախարարության, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, արտաքին գործերի նախարարության այն ժամանակվա դերևս 1918-ից 20-ական թվականներն է ներառում ժողովածուն, ներառում է 3 հանրապետությունների վարչապետների նամակագրությունը սահմանների վերաբերյալ
եւս սահմանների վերաբերյալ եւ սկզբում նշեցիր, որ ունեմ հայ-վրացերեն զրուցարանը, իմ առաջին փորձն էր, որ պետք է արվեր այսքան իմանալուց հետո եւ մեծ հաճույքով, մեծ հաջողությամբ լույս տեսավ իմ առաջի զրուցարանը հայերեն-վրացերեն, մեծածավալ բավականին, ով կցանկանա վրացերեն սովորել, կարող է հանգիստ վերցնել եւ ուսումնասիրել, արդյունքում Բավականին կստացվի, տեղեկություն այո։ ստանա։ Այստեղ չեմ կարող չասել, որ այս իմաստով հաշվի առնելով թե ինչ աշխատանքներ ես դու թարգմանում, Իվանիշվիլիի աշխատանքը, նաև արտգործնախարարության արխիվային նյութերը, կարող ենք ասել, ես ինձ թույլ կտամ նաև հաստատապես ասել, որ հիմա թարգմանական իմաստով կամուրջ այս դեպքում դառնում ես դու, որովհետև անում ես մի աշխատանք, որովհետև ես գիտեմ, որ Իվանիշվիլին երբեք չի թարգմանվել ոչ մի լեզվով, փորձ է արվել թարգմանել ռուսերեն եւ ավարտուն տեսքի չի եկել, ու այսինքն այսպիսով մենք պատմական մի շատ կարևոր շրջանի մասին կարող ենք իմանալ նաև այդ աշխատանքից, որը առաջ Աստված շուտով լույս տեսնի, առաջինը ես ինքս կունենամ։ Միանշանակ իմ ընկերներն են ունենալու առաջնահերթ գիրքը։ Չէ, դե կամուրջը շատ մեծ բեռ է, կարելի է ասել, բավականին աշխատանք պետք է ունենաս, որ կամուրջ համարվես, բայց ինչու՞ չէ, կփորձեմ փոքր-փոքր քայլերով ծանոթացնել վրացին հային վրացուն, որովհետև այլ տարբերակ չկա։ Պետք է իրար իմանան, իրար ճանաչեն, իրար գնահատեն, ինչու՞ չէ իրար սիրեն, ատելություն չպետք է լինի հայու եւ վրացու միջեւ, որովհետև էլի եմ կրկնվում, Կովկասում երկու քրիստոնյա պետություն են, անցել են բազում դժվարությունների միջով, ինչպես հայերը, այնպես էլ վրացիները անմասն չեն մնացել արտաքին ճնշումներից, արշավանքներից, այո, միջամտություններից, պետք է կողք կողքի լինեն, որ կարողանան հարատև ունենան իրենց պետականությունը, իրանց Վրաստանը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ կարևոր էր ես ինչ նշեցի կամուրջի պահը, որովհետև մենք խոսեցինք Թումանյանից, խոսեցինք Վերնատնից, խոսեցինք իր գործունեությունից ու կապերից Վրաստանի հետ, ու թարգմանությունները հանդիսացել են շատ կարևոր օղակ, որպեսզի երկու ժողովուրդներն իրար ճանաչեն մարդը մարդուն սկզբունքով, ոչ թե պետական ապարատի իմաստով, հա, թագավոր, թագուհի կամ չգիտեմ նախագահ, նախարար իմաստով, այլ ճանաչել որպես շատ ավելի ներքին, ավելի մարդկային, ավելի խորը տրամաբանությամբ, ու այսպես նաև քո թարգմանությունները, նաև այս հրաշալի աշխատանքի թարգմանությունը եւս մեկ օղակ է դա հասկանալու եւ ճանաչելու։ Այո, մենք արտաքին գործի նախարարության արխիվներից կարող ենք պատմական տեղեկություններ ստանալ, այո, շատ Առաջին անգամ են տպագրվում, իդեպ, փակ գործեր են եղել, սիրով տրամադրել է Շնորհակալություն Վրաստանի ազգային արխիվին, որ նման նյութերը կարող ենք հանրայնացնել թարգմանությամբ, բավականին լուրջ գործեր են, առաջին անգամ է, գիրքը եւս առաջին անգամ է, ու ես ուրախ եմ, որ առաջին անգամ հենց հայերենով է թարգմանվում, քանի որ առնչություն հայերի հետ շատ կա։ Դա ինչպես գիտենք, սահմանակից ենք, սահմանային հարցեր, մի խոսքով լույս կտեսնի գիրքը, ավելի մանրամասն ավելի մանրամասը գրքից կնվիրեմ եւ կծանոթանաք։ Շատ կարևոր է դա, որովհետեւ մենք հատկապես հիմա նշեցինք, մոդա դարձած դելիմիտացիան, դեմարկացիան եւ այլն, ավելի առաջին ձեռքից նաեւ այդ տեսանկյունից նաեւ կծանոթանանք որոշակի պատմական եւ քաղաքական իրադարձություններին, ու նաեւ մեր հարաբերությունները, իսկապես ճիշտ ասացիր, կտեղափոխվի ավելի մտերմիկ չասենք, բայց ամեն դեպքում ավելի ճանաչողական, գնահատողական ավելի պետք է լինեն հարաբերությունները, որպեսզի եւ հայը եւ վրացին հասկանա ինչն է գնահատում եւ գնահատելի է արդյոք այդ հարաբերությունը, երկիրը, մարդը, անձը, իհարկե գնահատելի է։ Մեկը մյուսին կարծում եմ առանց մեկը մյուսին չի լինելու ու չի էլ կարող լինել։ Աստված չանի, որ այդպիսի դեպք գրա, այո, հակառակ լինի եւ նման դեպք գրանցվի, վատ կլինի համենայն դեպս տարածաշրջանային եւ պետական իմաստով շատ վատ կլինի։ Երկու ազգերի համար դա կարծում եմ լավ բանի չի բերի։ Այստեղ ամփոփելով մեր հաղորդումը, շատ կարևոր 3 բան առանձնացնենք, որ ամենասկզբում ունենալով շատ լուրջ գրական կապեր դեռևս 5-րդ դարից, հետագայում արդեն 10-րդ, 20-րդ դարեր, մենք հասկացանք մի կարևոր բան, որ գրականությունը դարձել է
կապող ոչ միայն օղակ, այլ նաև փոխադարձ ճանաչողության կարևոր կետ, բացի տնտեսական, քաղաքական, դիվանագիտական կապերից, նաև համամարտկային իմաստով կապեր է հաստատվել գրականության միջոցով ու Թումանյանը այս իմաստով դարձել է ոչ միայն ուղղակի վերնատան հիմնադիրներից կամ նաև չգիտեմ համալսարանին գումար նվիրաբերած մարդ, այլ նաև հայի կերպարը ամփոփող անձ, ում միջոցով ճանաչվել եւ ծանոթացվել է հայկական մշակույթին ու որոշակի իմաստով նաև ավանդույթներին, որտեղ մարդուն, ում դու դիտարկում ես կամ որակում ես որպես բարոյապես շատ լավ կամ շատ դրական մարդ ու դրանով նաև իր ողջ պետությունը կամ դաստիարակությունն ու մշակույթն ես նաև գնահատում։ Այս դեպքում նշենք եւ փաստենք, որ Թումանյանը մեզ համար ոչ միայն կարևոր էր հայանպաստության եւ հայրենանվիրության իմաստով, այլ նաև դարձել էր մեր, այսպես ասենք, անձնագիրը նաև հարևան եւ օտար միջավայրերում։ Միանշանակ կարող ենք փաստել, որ Թումանյանը Հայաստանի եւ հայոց անձնագիրն էր Վրաստանում, քանի որ վրացին կարդալով Թումանյանին հասկանում էր Անուշը, Անուշի կերպարը, Անուշի ապրումները, անցնելով Սասունցի Դավիթը պատկերում էր ուժը, եռանդը, ոճը, անցնելով Թմկապերտի առումը, այլ բան ենք կարդում, այլ բան ենք ալում վրացին, այսինքն ինչպես փաստեցիր անձնագիրը, վրացին կարդալով Թումանյան հասկանում է հայ մարդու ապրումները, հայ մարդու կենցաղը, հայ մարդու ադաթները, ինչու՞ չէ, առհասարակ ամբողջությամբ հային, հայ մարդուն։ Միանշանակ Թումանյանը, եթե ասում ենք Թումանյան, ապա կողքը ասելու ենք հայը, հայությունը, հայկականությունը։ Ոստի կուզենայի խոսքս ամփոփել, եզրափակել Ավետիք Իսակյանի խոսքերով, որ հրաշալի է ուղղակի նկարագրում, որ Թումանյանը Կովկասի ժողովուրդների ոսկե օղակն էր եւ այդ օղակը անմահ, ամուր պետք է մնա դարեր։ Եվ իրոք հիմա էլ եթե ես այստեղ նստած եմ գովերգում եմ Թումանյան գնահատականները վրաց մտավորականության կողմից, կարծում եմ կապը չի կտրվել ու կշարունակվի դերևս հային եւ վրացուն ոսկե օղակը այդպես էլ ոսկի կմնա։ Շնորհակալություն։ Ամփոփելով մեր այսօրվա թողարկումը, հարգելիներս, ուզում եմ ամփոփել Թումանյանի շատ կարևոր մի հետաքրքիր քառատողով գործն է անմահ լավ իմացեք, որ խոսվում է դարեդար, ելնեք նրան, որ իր գործով կապրի հավերժ անդադար։ Լինենք այն գործի կրողը, լինենք այն գործը ստեղծողը, որը որ ոչ միայն մեզ, այլ նաև մեր ժողովրդին, պետությանը, հայրենիքին մեկ քայլ առաջ եւ մեկ հարթակ ավելի բարձրում ցույց կտա եւ կներկայացնի։ Եվ խոսելով, ամփոփելով գրականության եւ գրքի մասին, անպայման կարդացեք հատկապես հարևանների գրականությունը, նաեւ մի վախեցեք ծանոթանալու նաեւ այլ միջավայրերի, նաեւ գրականության միջոցով, պատկերացրեք գիրքը մի աշխարհ է, որով դուք ծանոթանում եք, նաեւ հետագայում ձեզ համար հավաքում եք գիտելիք, հետագայում այլ միջավայրերում հարևանի կամ այլ պետության ներկայացուցիչի հետ ձեր հետագա շփումները պատկերացնելու եւ կառուցելու համար, ուստի ընդունեք գիրքը նաև այս իմաստով Վրաստանի հետ կապերը ամրապնդելու, նաև մյուս հարևաններին ավելի ճանաչելու եւ ավելի հասկանալու եւ ընդհանրապես գիրքը երբեք չի կարող դառնալ անհետաքրքիր կամ հետին պլան մղվել, ինչքան է գadgetները կամ չգիտեմ այլ տեխնիկական, տեխնոլոգիական հրաշքները առաջ մղվեն։ Ուստի հարգելիներս շատ կարդացեք, որակյալ եւ կարեւոր գրականություն կարդացեք եւ հատկապես հարևաններին մոռացեք ընթերցել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հրավերի համար եւս մեկ անգամ Աշխեն ջան, հաճելի էր Յուրի կարգավիճակով, կարծում եմ վերջին անգամը չի լինի եւ սիրով կներկայացնենք Հայաստան-Վրաստան շարքը, որպեսզի հայ հանդիսատեսը, հայ ունկնդիրը ավելի լավ ճանաչի, ավելի լավ իմանա վրացին, վրացուն, վրաց գրականությունը, վրաց մշակույթը։ Շնորհակալություն։